Բարև երկիրը շարունակվում է եւ այժմ ժամանակն է տեղափոխվելու ինչպես թատրոնի աշխարհ, այնպես էլ թատրոնի միջոցով տեղափոխվելու թանգարանների աշխարհ, որովհետեւ ունենք շատ հետաքրքիր հյուր եւ հետաքրքիր ներկայացման մասին ենք խոսելու, որի պրեմիերան սեպտեմբերին էր, բայց մենք լրացնում ենք պակասը։ Այո, քանի որ մենք հարգելի պատճառներով եթերում չէինք, բայց ներկայացումը շատ բուռն արձագանք է գտել, մենք մեր պարտքը համարեցինք եւ մեր հարցերի պատասխանները ստանալու եւ նաեւ բավարարելու այն բոլոր հեռուստադիտողների պահանջները, որոնք թատրոն սիրում են, ներկայացում սիրում են, բայց դեռ ինչ-ինչ պատճառներով չեն դիտել Մոնա Լիզա ներկայացումը։ Հիմա ռեժիսոր Թելման Առաքելյանի հետ հենց մեր շատ ու շատ հարցերի պատասխանները փորձելու ենք ստանալ։ Բարի լույս Թելման, բարի գալուս կրկին մեր տաղավար։ Կասեք Թելման, ինչպես գաղափարը առաջացավ Մոնա Լիզա ներկայացման, հեռուստադիտողը արդեն գուցե կռահում է, որ ինչի մասին կարող է լինել, բայց ձեր մեկնությունը այս մասին։ Եկեք, քանի որ արդեն պրեմիերան անցել է, կարելի է նաև ճակերտները բացելով խոսել։ Ուրեմն այդ միշտ հետաքրքրություն կար իմ մեջ, թե մեզ շատ հայտնի մարդիկ, փիլիսոփաներ կամ ինչ-որ կերպարներ գրքերից, ոնց կարձագանքեին մեր այսօրվա իրականությանը ու հատկապես կենցաղին ոնց կարձագանքեին, համար որոշեցինք ներկայացում անենք, որ կլինի բեմի վրա այդպիսի մեկը, ով մեկնաբանելու է այդ ամեն ինչը հանդիսատեսի համար, այն ինչ որ կատարվում է բեմի վրա, ու եւ կանգնեցինք թերևս ամենահայտնի կերպարներից մեկի Մոնա Լիզայի վրա, ու արդեն պետք է գալ տեսնել, թե Մոնա Լիզան ինչ մտքեր ունի, ինչա կարծում մեր այսօրվա կենցաղի մասին։ Ինքս Դիանա, ես հասցրել եմ դիտել եւ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր մեկնաբանություններ է Մոնա Լիզան տալի, բայց նրանից բացի կան ուրիշ կերպարներ նաեւ։ Հա, դու լրիվ բացեցիր, լավ, ուրեմն միայն Մոնա Լիզան չի, իրականում դեպքերը թանգարանում են կատարվում, ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան են եկել մի քանի արվեստի գործեր ու այն ինչ կատարվում է այդ պահին թանգարանում, կնոջ, ամուսնու, սիրուհու եւ այլն, ինչ կատարվում է թանգարանում, մեկնաբանում են հենց հյուր եկած արվեստի գործերը, որոնք հյուր են եկել Հայաստան։ Դե քանի երբ ասենք նաեւ որ Վեներան է, Վեներայի ծնունդի նկարից եւ Վան Գոգը երեքով շփվում են, մեկնաբանում են հանդիսատեսը։ Դակտի ամենասուր մեկնաբանությունները ով է տալիս։ Մոնա Լիզա, իհարկե Մոնա Լիզա։ Իրականում ամեն ինչ պատտվում է, եթե այսպես սուր վերցնենք նայենք ներկայացմանը, ամեն ինչ կատարվում է հենց Մոնա Լիզայի գլխում, որովհետև Մոնա Լիզան է պատմում այդ պատմությունը հենց հանդիսատեսին։ Իսկ այդ վեճերը փորձում են որևէ կերպ նրանք հարթել, թե լսելի չեն մեջ այդ կենցաղավարության մեջ գտնվող կանանց եւ տղամարդկանց։ Հասկացա, իրանք չէ, իրենք ուրիշ հարթության վրա են գտնվում, այսպես ասած, այսինքն իրենց լսում եւ տեսնում է միայն հանդիսատեսը։ Իսկ բեմում գտնվող կերպարները նրանց հետ գրեթե առնչություն չունեն։ Կադրից դուրս այն են նրանք։ Թելման, իհարկե բոհեմ թատրոնը միշտ էլ նորովի մոտեցումներ կա կենցաղային թեմաներին, բայց հենց այս ներկայացման մեջ ինչպես կարողացաք համ կենցաղային թեմաները, համ արվեստը իրար միաձուլել ու այդ գաղափարը ինչպես ծնվեց, որ կարելի է արվեստի լեզվով, օրինակ, վերցանել կենցաղային թեմաները։ Իրականում տեսեք կենցաղը մենք ամեն օր ապրում ենք, չէ՞, ամեն օր բոլորիս ընտանիքներում նույն հումորներն է լինում, նույն դժբախտություններն է լինում, հա, բայց պետքա, երբ որ այդ ամեն ինչը բարձրանում է բեմ, պետքա գտնվի ինչ որ այն ռուսեն իզումինկան պետքա լինի, հա, բեմի վրա, ու ներկայացումը գրելուց անպայման փորձում են գտնել այդ կայծը որն է լինելու, որ հանդիսատեսին հետաքրքրի, թե չէ կենցաղ դեք հանդիսատեսը ընդհանրապես տարիք չունի թատրոն գա, որ տեսնի ուղղակի կենցաղ տեսնի հենց առաջին պլանում։ Այսինքն թատրոնի հետաքրքրությունը հենց դա է, որ առաջարկում է այդ կենցաղի նորովի մոտեցումներ, ուրիշ լուծումներ։ Իդեպ չմոռանանք ասել, որ հենց այսօր ներկայացում կա, հեռուստադիտողներ, հունվարի 18-ն է այսօր, երեկոյան ժամը քանիսին։ Ժամը 7-ին կհանդիպենք մոտ 5 ժամից։ Այո, Բոհեմ թատրոնում։ Հենց խոսենք դերասանական բազմի մասին, ինչպես ընտրվեցին դերասանները, արդեն կար նախատիպեր, որ օրինակ Զարան կլինի այս կերպարում, ոնց ընտրվեց։ Ուրեմն Տոման իմ համար միշտ առաջին ընտրությունն է, Տոմայի հետ եւի 5-6 ներկայացում արդեն աշխատում ենք, այսինքն ես ինչ գրում եմ առաջինը ով կասում է Տոման է լինում դերասաններից։ Մի հատ բան ասեմ, ուրեմն գիշերը ես ընդհանրապես շատ անհանգիստ եմ, որ պիեսների հետ է կապված, գործի հետ է կապված, շատ անհանգիստ մարդ եմ։ Գիշերը ուղարկում եմ Տոմային, որ կարդա ու ինքը ինձ ասում է ես կարդամ ու քեզ կգրեմ։ Ու ես ամբողջ գիշեր չեմ քնում, որովհետև Տոման չի գրել։
Ոմանք չի գրել, ես ընկել եմ մտքերով, չի գրել, չի հավանել երևի, բայց ընդհանրապես այդ հարաբերությունների մեջ չեն, որ չի հավանում, զանգում ասում եմ չեմ հավանում այս բանը, պետքա փոխվի, բան ամբողջ գիշեր չեմ քնում, սպասում եմ, չեմ դիմանում, ժամը 8:30-9-ին զանգում եմ, արթնացնում եմ Տոմային, ասում Տոմ ինչ եղավ, ինչ ասում դե ես մտածի եւի քնած էի, ասել բան չունեմ, հա շատ լավն է պիեսը, կարանք աշխատենք այս պիեսը։ Տոմայի հետ ուզում եմ ասեմ, որ ընդհանրապես հարցեր չկա, Տոմայի հետ շատ հեշտ ենք աշխատում, շատ հեշտ հասկանում ենք իրար։ Զարայի հետ աշխատել ենք ուրիշ TV պրոյեկտի վրա ու շատ մեծ ցանկություն կար նաև թատերական ոլորտում ինչ-որ գործ անել իրար հետ։ Դրա համար հենց մի անգամից պիեսը կարելի ասել գրվել է Զարայի, Տոմայի ու Նվարդի հաշվի առնելով, էլի։ Դուք նույնպես ներգրաված եք։ Այո, հա դե չեմ հաշվի։ Ոչ միայն ռեժիսոր։ Այո, դե տղամարդու կերպը ես եմ մարմնավորում։ Եվ ինչպես էր այդքան կանանց հետ։ Այն էլ կենցաղավարություն բեմում։ Մոնալիզայի սուր հայացքի ներքո։ Սիրով։ Չէ, իրականում շատ այդպիսի կարծրատիպ կա, որ կին դերասանների հետ շատ դժվար է աշխատել, բան, իրականում չէ, իհարկե ճիշտ է, չէ, ընդհանրապես ճիշտ չի, կամ չգիտեմ, ես երևի միշտ աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր այդպիսի, ոնց որ ասում են, բզիկներ չունեն, հա, որովհետև հա, օրինակ Սոնայի Մաթևոսյան, Սոնայի հետ ենք աշխատել, Ելենայի հետ ենք աշխատել, այդպիսի խոչընդոտներ երբեք ոչ մեկը չի ստեղծել, էլի միշտ ամեն ինչ պատրաստական, փորձերին գալ, լսել, խնդիրներ կատարել, իրենք իրանցից ավելացնել, այդ շատ կարևոր բան է դերասանի համար։ Թելման, համ դե որպես դերասան, համ որպես ռեժիսոր բեմադրող, ավելի հարմար դերակատարում այս բaragայում ո՞րն է դերասան թե ռեժիսոր։ Նայեք, ռեժիսորան այսպես ասեմ, երբ որ պիեսը հենց դու ես գրում, այսինքն որպես ռեժիսոր արդեն համել բեմադրում ես գրելուց, այսինքն այն ռեմարկները, ամեն ինչը, որտեղ ինչա կատարվում, ինչա լինում, այդ ամեն ինչը արդեն շատ հեշտ է լինում, այսինքն դու երբ որ գնում ես բեմ փորձի, արդեն ամեն ինչ գլխիդ մեջ կա, ամեն ինչ դրված է, երաշխությունները ընտրված է, ամեն ինչ կա։ Իսկ ինչ վերաբերվում է ներքևից աշխատելու դերասանների հետ, արդեն իմ տեղը փոքրիկ ռեժիսորական բանը գաղտնիք եմ բացում ձեզ, իմ տեղը մարդը խաղում, ես այդ ամեն ինչը բեմադրում եմ, հետո ես ներմուծվում եմ արդեն եսի մեջ։ Երաժշտությունից խոսեցիք, ինչ է հնչում, կրկին դասական աշխարհ եք տեղափոխվել։ Չէ, դասական աշխարհ չի, որովհետև ինքը ներկայացումը շատ rock and roll ոճի է, այսինքն շատ արագություն է պետք, ամեն ինչ այդ ռիթմի մեջ է կատարվում, եւ որոշեցինք, որ հավաքենք ավելի տեմպով, ռիթմով, եթե ինքը ամբողջ ներկայացումը rock and roll է ինքը։ Քննության մասին է ինքը ներկայացնում։ Երբ որ գրում եք, արդեն մշակում եք ավելի ճիշտ աշխատանքը եւ արդեն երբ որ նայեց հանդիսատեսը, արդյոք ձեր սպասած տեղերում այդ արձագանքները ունեցել եք, փոփոխությունների արդեն մի քանի անգամ ցուցադրվել է, բեմա բարձրացել ու արդյոք ձեր սպասվածները արդարացվել են ու ձեր սպասած տեղերում եղել են ծափերն ու ծիծաղը եւ աջակցությունը ամսովեսի։ Նայեք, արդեն փորձի հաշվին մոտավորապես 70-30 է, հա, այսպես ասինքն, այն ինչ որ կանցնի 70%-ով անցել է, այն ինչ որ մտածել ենք որ կանցնի 30% է եղել որ չի անցել, բայց դա շատ նորմալ է, որովհետեւ ներկայացում ինքը կենթանի օրգանիզմ է ու ամեն ներկայացումից հետո իր վրա պետք է աշխատվի, որ ինքը այսինքն ինչ որ մի օրգան բան չտա, էլի, սխալ ինչ որ ձևով չաշխատի, թերություններ չլինի, այսինքն բնականաբար մինչև հիմա ամեն ներկայացումից հետո ինչ որ նախադասություն է փոխվում, ինչ որ տեսարանում, ինչ որ բան ավելանում է, ինչ որ բան պակասում է, այդ շատ նորմալ աշխատանք է ու ցանկացած պիես պետք է այդպես ապրի։ Եթե ուզում ենք երկար կյանք ունենալ։ Հիմա ինչ աշխատանքների մեջ եք, սա արդեն կայացած ներկայացում է, սպասվում նորերը։ Վերջերս, երևի թե Մոնալիզայի պրեմիերայից 1 ամիս հետո ունեցանք նաև մանկական ներկայացում փոքրիկների համար, նվեր ծմեր պապիկին, բավականին երկար խաղացինք։ Հիմա արդեն դասավորում եմ մտքերս, իդեաները, որ նոր պիեսի վրա սկսենք աշխատել։ Նոր պիեսներ ընտրելիս թելման թեմաները ինչպես եք ընտրում, այսինքն ինչի շուրջ ծավալվել, որպեսզի հայ հանդիսատես ու մեր օրի հանդիսատես տարբեր տարիքի, բոհեմ գալիս են տարբեր տարիքի մարդիկ, որ հետաքրքրին նրանց բոլորին։ Դեք նայեք, օրինակ հիմա եթե այդպես մոտենանք հարցին, տարբեր տարիքային, օրինակ հիմա նույն Մոնալիզայի վրա օրինակը բերեմ,
հումորները շատ մեծ է հումորների շրջանակը, այսինքն ինտելեկտուալից սկսած մինչև, չգիտեմ, սև հումոր, դրամա կա մեջը, ինչ-որ մեկի ողբերգությունը կա, այսինքն երբեք առաջին պլանով չի գնում ներկայացումը ու դրա համար էլ հանդիսատեսը գալիս է թե մեծերը, թե փոքրերը, որովհետև գիտեն, որ այդպես է լինելու, որ այդպես չի լինում, մի անգամ գալիս են, չեն գալիս, ներկայացումը փակվում է։ Կարծում եմ այլևս բացելու տեղ եթե կա, նույնիսկ պետք է թողնել, որովհետև ինձ նման շատերը գուցե չեն տեսել ներկայացումը, որովհետև հարցի հետևից կստացվի ամբողջ ներկայացումը պատմեցիք։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Մերսի ձեզ, որ հենց այսօր պետք է այդ բացը լրացնել, իմ գլխավորությամբ սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունվարի 18-ն է եւ այսօր երեկոյան Բոհեմ թատրոնում կա Մոնալիզա, ասում են շատ հետաքրքիր եւ շատ ծիծաղելի ներկայացումը, պետք է գնալ եւ այդ բացը լրացնել։ Կրկին շնորհակալություն ձեզ, դուք էլ շարունակեք մնալ մեզ հետ, մենք բարև երկիրն ենք։